Հանրապետության երկու դպրոցում աուտիզմի համախտանիշ ունեցող երկու աշակերտ չմասնակցեց վերջին զանգի արարողությանը։ Խոսքը Երևանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 եւ Գորիսի Սերո Խանզադյանի անվան համար 6 դպրոցների մասին է։ Ծնողները, ծանոթները վրդովված ու հիասթափված հանրայնացրին խնդիրը Facebook-յան հրապարակմամբ։ Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ։ Այսօր իմ որդու Դավիթի ավարտական օրն էր, բայց նա չմասնակցեց։ Երեկ Արինայի վերջին զանգն էր, ու նա չի մասնակցել իր վերջին զանգին, որովհետև դահլիճից հեռացրել են։ Գորիսի դպրոցը ի պատասխան 9-րդ դասարանի աշակերտ Դավիթի մայրիկի գրառման հրապարակեց տեսանյութ երեխայի մասնակցությամբ ու նկատեց. աշակերտները եւ դասղեկը հույսով սպասում էին, որ Դավիթը ծնողի ուղեկցությամբ շուտով կմիանա իրենց։ Դասղեկը եւ ուսուցչի օգնականը պատրաստել էին անակնկալ տեսահոլովակ Դավիթի դպրոցական առօրյայի մասին, որի համար նրանք մի քանի անգամ դիմել են ծնողին, որպեսզի Դավիթի ներկայությունը ապահովեն։ Սպասումը իզուր էր, քանզի ինչպես ծնողն էր նշել, Դավիթը ոչինչ չի հասկանա եւ որ ընտրությունը իրենցն էր, եւ նրանք ստիպված չեն եւս մի փորձություն անցնել, քանի որ Դավիթը չէր կարող այդ դժվարությունը հաջողել։ Իսկ ահա Արինայի դեպքում ամեն բան այլ էր, շախչնակին բեմ բարձրանալու հնարավորություն չի ընձեռվել, փոխարենը նրա համար վերջին զանգի արարողությունը կավագործության ուսուցչուհին է կազմակերպել երեխայի մտերիմների հետ։ Ոլորտի փորձագետն ասում է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար չեն ստեղծել հատուկ պայմաններ, հատուկ մեթոդներով, մասնագետներով եւ այնպիսի միջավայրով, որտեղ երեխան կկարողանա իր առանձնահատկությունները դրսևորել։ Եվ սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն, որ դպրոցներն ու ուսուցիչները ձախողել են ներառական կրթությունը, վերապատրաստման խիստ կարիք ունեն։ Այդ երեխան 3 տարի սովորում են դպրոցում։ Իրենք արդեն գիտեն, պիտի իմանան, որ պահին ինքը ինչ կարող է անել։ Եվ ամբողջ դասարանի երեխաների հետ կարող էին պայմանավորվել, որ պահին սկսի Արինան ծիծաղել, բոլորը ծիծաղում ենք։ Ինչ կա դրա մեջ։ Պետք է հարմարվել երեխայի կրթական կարիքին։ Այդ բանը չի կայացել այդ դպրոցում։ Հիմա իրենք իհարկե շատ ներված են այդ աղմուկից, բայց իրենք զրկել են երեխային իր երազած վերջին զանգին մասնակցել։ Հոգեբան Խաչատրյանն էլ նկատում է ներառական կրթությունը մեր երկրում իրապես բարդ եւ խոցելի վիճակում է եւ ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ դրան։ Ինչքան էլ իրենք վերապատրաստվել են, որոշակի գիտելիքներով զինվել են, այստեղ հոգեբանական պատրաստվածության հարց կա։ Այսինքն, որքանով է ուսուցիչը հանդուրժող հենց նույն բղավոցի կամ երեխայի դասը խանգարելու գործընթացի նկատմամբ, որովհետեւ իրենք պատկերացնում են, որ եթե երեխաների խումբ է, պետք է բոլորը քար լռությամբ հետևեն իր հրահանգներին։ Մասնագետը նման դեպքերում կարևորում է նաև ծնողի իրավիճակի սթափ ընկալումը, հաշվի առնելով սեփական երեխայի առանձնահատկությունները։ Մենք չգիտենք, արդյոք երեխան կկարողանար կանգնել բեմում, ուներ ցանկություն, ծնողի համար էլ է բավականին բարդ, հա, թե որ իր երեխան ավարտում է մյուս երեխաների հետ համընթաց եւ հանկարծ իր գեղեցիկ երազանքները, սպասումները, մայրական այդ զգացումները կարծես նրբորեն կոտրվում են։ Եվ այստեղ ի հայտ է գալի ծնողի զայրույթը։ Մասնագետները հորդորում են, որպիսի ներառականություն բառը չմնա միայն դպրոցական ծրագրերում, այլ տեղափոխվի իրականություն, նախ եւ առաջ պետք է հասարակության ընկալումը փոխել ու համբերատար վերաբերմունք դրսևորել կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների նկատմամբ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։